Լավ, ինքը ոչ մի թիզական էր, խոսքով, պրակտիկ ինքը պատկերացնում էր, որ դա մերժելը, իրան գժի տեղ դնելը հանգեցնելու է ինչին։ Իսկ Ալիևն ասելու է դե լավ գիժա, անցնենք առաջ կամ համանախագահները։ Ես ուզում եմ այդ հասկանամ, էլի օրինակ ինչ էր պատկերացնում։ Իսկ դու չես կարող պատկերացնել, ասինքն 18-19 թվականների Հայաստանի կառավարչի մեծամտությունն ու ոգևորությունը։ Կարող էր արդյոք ինքը մտածել, որ ինչպես կարող է Ադրբեջանի պես երկրի ղեկավարը հարձակվի ժողովրդավարության բաստիոնի վրա։ Ճիշտ է, ասում։ Այսինքն հնարավոր է, չէ՞, այդպիսի տարբերակ։ Իհարկե ինքը ասած չէ, սա հարցազրույցում տալիս Ադրբեջանում իշխանապողությունը լինի։ Հենց մենակ է տարբեր այնքան այդպիսի բաներ եղան։ Այսինքն դժվար է էլի միջև վերջ կանխագուշակել այդպիսի մարդու կամ այդպիսի մարդկանց մտածելակերպը։ Կարծում եմ իր հետագա գործողությունները շատ-շատերի մոտ արդեն adekvatության պատկերացումները փոխեցին, թեպետ 18-19-ին դա այդքան նկատելի չէր, ինչքան 20-ից պատերազմից հետո, ուստի ես էլ եմ անկեղծ ասած, ձեր ասածի համատեքստում մտածում, որ ինքը այդ իրա տենց դուխով տղայի կերպարի մեջ մտածում էր, որ այդպես միջև վերջը դուխով է եւ եթե դրանով է նաեւ պայմանավորված են, որ անհետ Հայաստանը այո, հենց այդ է ասում էլ, որ տենց անհետ արտահայտություն անել առանց մտածելու, որ դե պայտակ էլի ինչ որ տենց իմպուլսիվ կամ նաև իր կերպարը հաշվի առնելով։ Գիտեք ինչ կուզեի ձեզանից իմանալ, պարոն նախագահ, շատ եմ լսել տարբեր մարդկանցից, ձեզ հետ չեմ ունեցել հնարավորություն դա քննարկել 44 օրյա պատերազմի ժամանակ դուք մեկնեցիք Արցախ եւ երևի թե աննախադեպ մի իրավիճակ էր, որ երեք նախագահները ասես կոնսոլիդացիա ունեցան այդ հարցում եւ փաստացի ոնց հասկանում եմ հաշվի առնելով ձեր գերագնահատելի փորձը այս ոլորտում ուզում եք օգտակար լինել ձեր փորձով կկիսվեք նախ ինչ եք ուզում ոնց եք պատկերացնում ձեր ավանդը հնարավոր ավելի դրական հանգուցալուծման մեջ եւ ինչ խնդիրների առջեւ այդտեղ բախվեցիք թե դուք եւ եթե հարկ կհամարեք նշել նաեւ ձեր ներկայությամբ ձեր մասնակցությամբ նաեւ նախագահների այդ ընթացքը ինչ եղավ ինչի չստացվեց այդ գաղափարը ծնվեց երբ որ եւ երկրորդ նախագահը եւ ես Արցախում էինք իհարկե տարբեր ժամանակներ էին գնացել եւ եսի մասին ասեմ համոզվեցի որ մեր գործերը շատ վատ են գնում կներեք էլի որ օրերի մասին է խոսքը դա հոկտեմբերի ամենասկզբների մասին է 1-2 երևի բայց միջև այդ մի բան էլ ասեմ որ երբեք չեմ ասել Սեպտեմբերի 30-ին ես այս աշխատասենյակում հանդիպել եմ Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ, որին իր խնդրանքով գնահատական եմ տվել իրադարձություններին տեղի ունեցող եւ ասել եմ, որ ես արդեն վատ զգացողություն ունեմ Ես կարծում եմ, որ մեր գործերը այդքան էլ լավ չեն գնում եւ եթե տեղի ունենա ողբերգություն, ապա Հայաստանում իրավիճակը շատ է փոխվելու, առաջանալու են հակառուսական տրամադրություններ եւ սրանք փորձելու են Հայաստանը դուրս տանել մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող կառույցներից։ Այս շարունակությունը չասեմ, ուղղակի իմ ասածից իմաստը կայանում է նրանում, որ արդեն հոկտեմբերի 30-ին ես այդ առումով վատ զգացողություն ունեցա։ Ինչևէ,
Երբ որ հասել եմ Արցախ, Ներեցեք, սեպտեմբերի 30-ը, Սեպտեմբերի 30-ը, այո, սեպտեմբերի սեպտեմբերի 30-ը, շատ 30-ը, երբ որ հասել եմ Արցախ, այնտեղ հավաքվել էինք երկրորդ նախագահներ, ես էի, Արցախի երկու պաշտոնաթող նախագահները, Արցախի նախագահը եւ մեր մարտական ընկերներից մի քանի հոգի։ Ես ուղղակի խնդրել եմ Բակո Սահակյանին, որպեսզի կազմակերպի հանդիպում կամ ինչպես բառերով ասեցի, որ Արցախի նախագահին ասա, որ ես շատ եմ խնդրում, որ ինձ ընդունի։ Ինչ է ուզում ասել այդ ընդունելության ժամանակ։ Նախ ուզում էի ասել, որ ես տեսնում եմ, որ մենք գնում ենք պարտության ձախողման եւ անհրաժեշտ է համոզել Հայաստանի կառավարիչներին, որպեսզի դադարեցնեն պատերազմը, խնդրելով Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Եվ երկրորդ, դե ասեի, ինչով կարող եմ օգտակար լինել։ Ի վերջո, տևական ժամանակ ես զբաղվել եմ այդ գործով, գրեթե անխտիր ճանաչում էի այնտեղ մարդկանց, ովքեր ի վիճակի էին պաշտպանություն կազմակերպելու, տարբեր խորհուրդներ ունեի տալու։ Բակո Սահակյանը մի քանի ժամ հետո ինձ ասեց, որ այստեղ չի գործող նախագահը, գնացել է Մարտակերտ, այնտեղ վիճակը որոշակի լարված է։ Ես արդեն ինչ որ բան զգացի, որովհետեւ եթե մարդը իմ խորհրդի կամ աջակցության կարիք ունենար, ձևը կգտներ, էլի, այսինքն Ղարաբաղի տարածքը Ռուսաստանի տարածքը չէ, էլի, որ մի կողմից չկարողանաս հասնել եւ այլն, եւ ցավոք սրտի այդ վատկան զգացումը ինձ չխաբեց, հաջորդ օրը Բակո Սահակյանը ասեց, որ ներողություն է խնդրում գործող նախագահը եւ նա չի կարող ընդունել, որովհետեւ չասեմ, էլի։ Որովհետեւ գիտենք, ոնց որ ասվել է շատ։ Եվ այդտեղից բոլոր պարագաներում այդտեղ պայմանավորվեցինք, այստեղ նաեւ առաջին նախագահի հետ պայմանավորվեցինք եւ Երևանում հավաքվեցինք եւ որոշեցինք, որ ճիշտ կլինի երկու հոգի, առաջին եւ երկրորդ նախագահները գնան Մոսկվա եւ շոշափեն տրամադրությունները հնարավոր է արդյոք հրադադար կամ պատերազմի ավարտ հայտարարել։ Ուղղակի մի խնդրանք կար, որ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դե համաձայնեցնեին Հայաստանի կառավարչի հետ, որ գոնե ինքը, ոնց ասեմ, այդ զանգահարի կամ տեղյակ պահի, որ Հայաստանի առաջին եւ երկրորդ պաշտոնաթող նախագահները գալիս են այդտեղ շփվելու ոչ թե Ռուսաստանի ղեկավարի հետ, ոչ թե նախագահի հետ, այլ արտգործնախարարի հետ։ Բայց ցավոք սրտի պատասխանը եղավ այն, դու իրանք ուզում են թող գնան։ Բայց այդ մարդիկ բան չեն, զորական քաղաքացիներ չեն եւ ոչ էլ են ընդունող կողմն է, էլի, այտենց միամիտ, որ առանց կառավարչի համաձայնության հանդիպեն։ Միջալոց այդպեսի պատասխանել է եղել, որ դե հենա մեր արտգործնախարարը օրը մի քանի անգամ խոսում է լավով, էլի, իմաստը որն է, որ էս է։